Որն է աշակերտների հաջողության գաղտնիքը, բարձր գնահատականները, աշխատասիրությունը, թե ուսուցիչների և ծնողների միասնական աջակցությունը։ Այս հարցերի շուրջ ենք խոսելու մեր համաքաղաքացիների հետ։ Կարող եք ասել, ուսուցիչ ծնող համագործակցությունը ինչպիսի հարթության վրա պիտի լինի։ Իրար պետք է հասկանան, իրար պետք է օգնեն ու վստահեն։ Շատ կարևոր է այդ հեչ։ Պետք ուշադիր են երեխեքին, ծնողներն էլ ուսուցիչներն էլ։ Ուսուցիչը երկրորդ ծնողն է։ Դպրոցում են դաստիարակում երեխեքը։ Ուսումնական գործընթացում աշակերտ ծնող ուսուցիչ կապն առանցքային նշանակություն ունի։ Երբ կողմերը գործում են միասին, ապա կրթության որակն այլ հարթություն է տեղափոխվում։ Սակայն հարց է առաջանում մեր օրերում, որքանով է կարևորվում այս հանգամանքը։ Ծնող ուսուցիչ կապը բոլոր դեպքերում պետք է առաջերտին չվնասի երեխային, որովհետև ամենակարևոր ֆակտորը դու երեխայի եւ հոգեվոր վիճակն է եւ հիմա շատ են երևի ծնողները քննադատում ուսուցիչներին, շատ փնովում են, քննադատում են, ավելին են պահանջում, իրենց դերն են պակասացնում, ամեն ինչ գցում են ուսուցիչների վրա։ Ուսուցիչներն էլ իրենց հերթին մտածում են, որ ծնողն է ամեն ինչ մաքսիմում դերը ծնողի վրա են գցում։ Այստեղ ինձ թվում է պետք է լինի все равно բալանս։ Ուսուցչի մասնագիտության նկատմամբ երբեմնի ակնածանքն այսօր արժեզրկվել է։ Ասում է մեզ հանդիպած քաղաքացիներից մեկը, որը պարզվեց նաև դասախոսում է։ Իսկ ինչը չեն արժեզրկում։ Կա բարոյական մի արժեք, որ մնացել է անձեռնմխելի։ Չկա։ Դրա մեջ մտնում է նաև այդ ուսուցչի նկատմամբ եղած վերաբերմունքը, որ ժամանակին միայն ակնածանք էր։ Զրուցակիցս չի անտեսում նաև մեդալի հակառակ կողմը։ Ինստիտուտում ինչ է սովորեցնում անկարժական ինստիտուտում, ինչպես պահել իրեն, ինչ առաքելություն ունի, ինչ կոչում ունի, որքանով կենցաղից վեր պիտի լինի, երբ ոտքը դնում է իր մասնագիտական այդ օջախը։ Այս բոլոր հարցերը, եթե ուսուցիչը ինքը կարողանա լուծել, երեխան ամենաթույլ խմորն է, անմիջապես այդ բոլորը կնկալի հենց այնպես, ինչպես ներկայացնում են իրենց։ Հարցման ընթացքում հանդիպեցինք նաև ուսուցչի, որը դասավանդում է երևանյան մի քանի դպրոցներում։ Էմմա Եգանյանը ցավով է խոսում ծնողների շրջանում ձևավորված արժեհամակարգից։ Հաճախ ծնողները երեխայի ներկայությամբ քննադատում ու որակավորումներ են տալիս ուսուցչին։ Սա վաստակաշատ ուսուցչի դիտարկմամբ անթույլատրելի պահվածք է։ Ծնողները պետք է ուսուցչի կողքին լինեն։ Աշակերտը դաստիարակված է, բայց յուրաքանչյուր ուսուցիչ ուզում է յուրովին իրեն ձևով դաստիարակվի եւ աշակերտները դառնան վերադաստիարակված։ Ցավոք սրտի մեր ծնողները մի էջն են կարդում, երկրորդ էջը չեն կարդում։ Նրանք պետք է գան ասեն, ինչ անենք, որ համատեղ աշխատենք, մեր երեխային արդյունք տանք, ոչ թե գնահատականի համար վիճեն, կռիվ տան, բարձր լինի կամ ցածր լինի, այլ ինչ անենք։ Մեր ժամանակներում ամեն ինչ դրված է ուսուցչի ուսերին, պատասխանատվությունից մինչև զիջումների գնալ, կրթել, դաստիարակել, այնուհանդերձ զրկվել տարրական հարգանքից։ Ուսուցիչը երբեք չի ասում, ես ինչքան եմ ստանում։ Անձնվիրումով աշխատում ենք, գալիս ենք ցամես համար պարծանք է, մինչև ես տուն եմ հասնում արդեն 2 ժամ։ Մի աշակերտ է, մի ծնող է, մի ընկեր է, փաթաթվում է, սիրում, էս է մեր հարգանքը։ Սխալ է արժեզրկել բնականաբար, որովհետև մեծ մասը օրվա երեխան դպրոցում է անցկացնում։ Ու հույս ունեմ, որ հնարավորինս բաց կլինի այդ հաղորդակցությունը ծնողի եւ ուսուցչի, որովհետեւ ամեն դեպքում երեխան վաղվա հասարակության լավ անդամ է դառնալու էլի իրենց անձնվեր աշխատանքի արդյունքում։ Դիտարկել երեխայի լավագույն շահը եւ աշխատել փոխվստահության մթնոլորտում։ Հարցվածներից շատերը հատկապես բարձր են գնահատում այս մոտեցումը։ Եվ ծնողը որպես սեփականություն չդիտարկի, վայ իմ երեխային, որ միշտ ասում են դա իմ մոտ բան է առաջանում, որտեղ դա առանձին ինքնություն է եւ ցանկացած փոքրիկ միջամտություն եւ սեփականատիրական զգացում ինքնուրույնությունից կարող է զրկել երեխային։ Եվ նույն ուսուցիչը պետք է հարգի այդ ինքնության առանձին լինելը եւ փորձի աշխատել հենց երեխայի հետ առանց ծնողի վրա ինչ որ տարօրինակ բեռ դարձնելու։ Օրինակ, երբ երեխան ինչ որ վարք է դրսևորում, նաև
ուսուցիչը փորձի հասկանալ, թե ինչու այդպես միանգամից չվերագրի, որ այ ծնողն է մեղավոր, այ ծնողը արեց, որտեղ որքան ազդեցություն ունի ընտանիքը, այդքան էլ հասարակությունը ազդեցություն ունի եւ դա պիտի որպես առանձին ինքնություն երկու կողմերն է դիտարկեն։ Ուսուցիչը կարող է ուղղություն ցույց տալ, ծնողն աջակցել, բայց վստահաբար պետք է նշել, որ միայն համընդհանուր աշխատանքի եւ գործընկերային հարաբերությունների արդյունքում նրանք կձևավորեն ինքնավստահ ու զարգացող անհատ։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։